Մի փոքր հետ։ Այո։ Բայց ձեզ դուք Anti-Fake-ի ուղիղ եթերում եք, կխնդրեմ մի փոքր ամփոփեք այսօրվա միջոցառման արդյունքները եւ ներկայացնեք հետագա ներիկները։ Գիտեք, երբ որ երկիրը կամ ազգը հասնում է նման օրհասական վիճակի, ապա դա բնական է եւ սպասված է, երբ որ բացվում է, երբ որ հավաքվում են մտահոգ մարդիկ, հա, որոնք որ մտահոգ են իրենց երկրի ապագայի համար, երբ որ հավաքվում են այդ մարդիկ եւ փորձում են անել ինչ-որ մի բան, որպեսզի կանխել կամ փրկել կամ նորից ոտքի կանգնեցնել եւ այն ինչ որ այսօր տեղի ունեցավ շատ սպասված էր եւ շատ ցանկալի։ Ուրախ եմ, որ այս կազմի մեջ եմ, քանի որ ցանկացած գործողություն, ցանկացած չգիտեմ հուզողական, անգամ հուզողական եւ գործնական ինչ-որ գործողություն, որը կօգնի իմ երկրին ավելի լավը լինել կամ ոտքի կանգնել կամ փրկվել, ես այդտեղ եմ, ես այդ կողքին եմ եւ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար նման։ Իսկ ինչ եք կարծում, ձեր գոլեգաները, արվեստի ներկայացուցիչները պատրաստականություն կհայտնեն միանալու։ Շատերը, այո, շատերը։ Համենայն դեպս այն իմ գոլեգաները, ում հետ ես շփվում եմ, միանշանակ այո, քանի որ իմ շփման գրավականն էլ եւ արժե համակարգն էլ հենց հայրենասիրությունն է, բացի արվեստագետ կամ լավ գոլեգա լինելու։ Հաստատ հետևում եք տեղի ունեցող իրադարձություններին, երեք Նիկոլ Փաշինյանի հերթական ոչ adekvat ելույթ ազգային ժողովում տեղի ունեցավ, ինչ եք կարծում, արդյոք կարող ենք համարել, որ մարդկանց մոտ սպասումներ են ձևավորված, լարվածություն, Սյունիքում կրակոցներ, այս պարագայում դուք ինչպես եք կազմակերպելու ձեր գործողությունները։ Գիտեք, ըստ հնարավորինս, եթե պետք կլինի, պիտի գնամ ուրեմն կրակեմ, եթե կարիքս լինի, ուրեմն պիտի գնամ կռվեմ, եթե կարող եմ իմ մասնագիտական կամ իմ գիտելիքների սահմանում օգնել, ապա այդ սահմանում կօգնեմ, այսինքն կանեմ ամեն ինչ, ինքնամոռաց եւ անznազող կանեմ ամեն ինչ, որպեսզի ես երկիրը գոյություն ունենա եւ այս ազգը նորից ոտքի կանգնի, եւ այդ կոչը ես այսօր հենց արեցի, որպեսզի ամեն հայ կոչվող իր հնարավորությունների շրջանակում, իր հնարավորությունների թե մասնագիտական թե մարդկային հնարավորությունների շրջանակում լինի հենց այդպիսին, որպեսզի իրավունք ունենա հայ կոչվելու։ Շնորհակալություն։